Գոյամարտ սերիալի երկրպագուները շարունակում են անհամբերությամբ սպասել սերիալի եթեր հեռարձակվելուն, իսկ մինչ մեկնարկը նախագծի շուրջ բացահայտվող յուրաքանչյուր նոր մանրամասը միայն ավելի է մեծացնում հետաքրքրությունն ու սպասումը։ Սերիալը դեռ եթեր չի բարձրացել, բայց արդեն ապրում է իր ակտիվ կյանքով՝ լուրերով, նկարահանումներով ու անակնկալներով։ Վերջին օրերին հայտնի դարձավ, որ սերիալի դերասանական կազմից Տիգրան Աղալարյանը, ով հեռուստադիտողին հայտնի դարձավ Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալից մարմնավորելով Սոսի երիտասարդ տարիները, սերիալի մեկ այլ դերասանական խմբի և նկարահանող խմբի հետ մեկնել է Մոսկվա։ Այնտեղ արդեն իրականացվում են սերիալի կարևոր նկարահանումներ, որոնք ըստ ամենայնի ունենալու են առանցքային դեր սյուժեի զարգացման մեջ։ Տարածված տեսանյութերից պարզ է դառնում, որ Տիգրան Աղալարյանի կերպարը սերիալում մարզիկ է։ Տեսարաններում նա մարզվում է, վազում, պատրաստվում է ֆիզիկական ծանր փորձությունների։ Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ Գոյամարտը միայն հոգեբանական դրամա չէ, այլ նաև ֆիզիկական պայքարի, կամքի ուժի և տոկունության մասին պատմություն։ Դերասանի ֆիզիկական պատրաստվածությունն ու նվիրվածությունը կերպարին խոսում են նախագծի նկատմամբ լուրջ վերաբերմունքի մասին։ Դիանա Գրիգորյանն, ինչպես միշտ, չի սահմանափակվում հեշտ լուծումներով։ Սերիալն առավել դիտարժան դարձնելու համար նա ոչինչ չի խնայում՝ ոչ ժամանակ, ոչ ռեսուրս, ոչ ուժ։ Հայաստանից դուրս իրականացվող նկարահանումները չափազանց բարդ են՝ սկսած կազմակերպչական հարցերից մինչև ֆինանսական մեծ ծախսեր։ Սակայն Դիանա Գրիգորյանի համար կարևոր է ոչ թե հեշտ ճանապարհը, այլ որակը և պատմության ամբողջականությունը։ Մոսկվայում նկարահանումների իրականացումը վկայում է, որ սերիալի սյուժեն դուրս է գալիս տեղական շրջանակներից և ստանում ավելի լայն շնչառություն։ Սա կարող է նշանակել անցյալից եկող պատմություններ, միջազգային կապեր կամ կերպարների կյանքի այն հատվածները, որոնք ձևավորվել են Հայաստանի սահմաններից դուրս։ Ամեն դեպքում սա նոր շերտ է, որը սերիալին հաղորդում է մասշտաբայնություն։ Գոյամարտը կամաց ձևավորվում է որպես իսկական մեգանախագիծ, որտեղ ամեն դետալ կարևոր է, և մինչ հեռուստադիտողները սպասում են եթեր հեռարձակվելուն, ստեղծագործական թիմը շարունակում է աշխատել օր ու գիշեր, որպեսզի արդյունքը լինի սպասելիքներից բարձր։ Սպասումը շարունակվում է, իսկ յուրաքանչյուր նոր կադր, յուրաքանչյուր նոր տեղեկություն ապացուցում է՝ Գոյամարտը պարզապես սերիալ չէ, այլ պատմություն, որի համար արժե սպասել։ Դիանա Գրիգորյանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ յուրաքանչյուր պրոդուկտի հաջողությունը միջուկն է, սյուժեն։ Կարող ես քեզ շրջապատել լավագույն դերասաններով, զինված լինել լավագույն տեխնիկայով, բայց եթե նյութը լավ չէ, ապա չհավատաք, որ լավ դերասանների կամ արտագնա նկարահանումների շնորհիվ կարելի է վարկանիշ ձեռք բերել։ Գաղտնիք չէ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Եվրոպայում սերիալների նկարահանման վրա ահռելի գումարներ են ծախսում։ Որքան գումար է անհրաժեշտ Հայաստանում հեռուստասերիալ նկարելու համար և ունեն դրանք կրթադաստ իրավիճական նշանակություն հարցին Դիանա Գրիգորյանը պատասխանել է. «Դաստիարակությունը միայն այն չէ, որ երեխային ասես սա կարելի է, սա չի կարելի։ Երբ ասում եմ, որ սերիալներ դիտելով երեխաները վատ բաներ են սովորում, դա ինձ համար թերի արտահայտություն է, որովհետև երեխան եթե ունակ է վատը սովորելու, ապա կարող է բարեկամից, հարևանից, մանկապարտեզից, դպրոցից, ամեն տեղից սպունգի նման վատը կլանել։ Յուրաքանչյուր ստեղծագործություն ունի իր դրական և բացասական կերպարները։ Կան կերպարներ, որոնք շատ գրագետ են խոսում, կան և հակառակը, սակայն այդ ամենը կերպարն է պահանջում։ Խնդրում եմ, թող քննադատողները նշեն գոնե մեկ ստեղծագործություն, որտեղ կան միայն բարի հերոսների, միայն դրական սյուժետային զարգացումներ և դրական ավարտ։ Այդպես նույնիսկ հեքիաթներում չի լինում։ Այսօր հեռուստացույցը մեզ մշտապես չի ուղեկցում, և մենք ունենք հնարավորություն պարզապես երեխային չթույլատրել, որ նայի այս կամ այն հաղորդումը կամ սերիալը։ Եթե մարդիկ սերիալներից են բողոքում, ապա թող մտածեն, թե ինչպես իրենց երեխաներին պաշտպանեն համացանցային աղբից։ Ինչ վերաբերվում է բյուջեին, Հայաստանում անհամեմատ քիչ գումարով է հեռուստասերիալ նկարահանվում։ Ես մշտապես զարմանում եմ, երբ մեր սերիալները համեմատում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում նկարահանվող սերիալների հետ։ Այնտեղ մարդիկ ահռելի ֆինանսներ են ներդրում ամեն էպիզոդի համար։ Հայաստանն իր տնտեսությամբ երբեք չի կարող մատուցել նման հեռուստաարտադրանք։ Ես միայն կարող եմ ասել, որ մեր նկարահանած սերիալները ոչնչով չեն զիջում Հայաստանում նկարահանվող գեղարվեստական ֆիլմերին։ Նկարահանում են նույն տեխնիկայով, խաղում են գրեթե նույն դերասանները, ասեմ ավելին, գեղարվեստական ֆիլմերի սյուժեն երբեմն զիջում է սերիալային սյուժեին։
Դերասանների հետ աշխատելը հեշտ թե դժվար գործ է։ Հրաշալի է աշխատել հատկապես ավագ սերնդի դերասանների հետ։ Իրենք սովորեցնում են, իրենցից վարակվում ես էներգիայով, ծիծաղով ու լավատեսությամբ։ Իհարկե կան նաև ավագ սերնդի դերասաններ, ովքեր չնայած պատկառելի տարիքի չեն հասել մեծ հաջողությունների և նախանձով են լցված երիտասարդ դերասանների հանդեպ և խորհուրդ են տալիս չնկարահանվել սերիալներում, քանի որ դա ըստ իրենց բացասական կանդրադառնա երիտասարդ դերասանների վրա։ Եթե ձեզ հիմա տան $1 միլիոն, դուք աշխատանքից կազատվե՞ք, թե կշարունակեք աշխատել։ Ես միանշանակ կշարունակեմ աշխատել, ստեղծագործել։ Ես սիրում եմ հեռուստատեսությունն ու իմ հեռուստաալիքը, որն իմ երկրորդ տունն է։ Չեմ սիրում, երբ ասում են, որ հեռուստատեսությունը հետին պլան է մղվել։ Անգամ հանգստի մեկնելիս ես պետք է համակարգչով ամենաքիչը 2 ժամ աշխատեմ, որպեսզի ինձ բավարարված զգամ։ Ես ոչ մի անգամ չեմ գոռում, որ ես հայրենասեր եմ, բայց չեմ լքում իմ երկիրը։ Հեղափոխության ժամանակ շատերը գոռացին, փողոց փակեցին, բայց այժմ Հայաստանում չեն։ Ես աշխատում եմ ու անում եմ ամեն ինչ, որ գոնե 50 մարդ կայուն աշխատանք ունենա, որ չմտածեն անգամ երկիրը լքելու մասին։ Իհարկե, իմ երազանքն իրականացնելու համար $1 միլիոն քիչ է։ Ես երազում եմ, որպեսզի հայտնվի մի մարդ, որը մեծ գումար կներդնի, որ մենք մեր հայ ֆիլմից ստանանք ավելին։ Ուզում եմ ֆիլմարտադրության համար նախատեսված մեծ հրապարակ կառուցենք։ Կարելի է ներդրում անել և մեծ շահույթ ստանալ, որովհետև զբոսաշրջիկները, որոնք գալիս են ծանոթանալու մեր մշակույթին, արվեստին, հետաքրքիր ատրակցիոներով կվայելեն այն։